Ադրբեջանցիները ներքին հանդի արգելոցի հատվածում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տեղեկությունը հաստատում է գլխավոր շտաբի պետը։ Հենակետերի կառուցման նպատակով հայկական տարածքի արգելոցում հակառակորդի զորքերը ծառահատումներ են անում, ինչը ըստ Էդվարդ Ասրյանի նորմալ է, քանի որ այլ կերպ հնարավոր չէ ինժեներական աշխատանք իրականացնել, իսկ թե երբ եւ ինչպես է ադրբեջանական բանակը լքելու Հայաստանի ինքնիշխան տարածքը, գլխավոր շտաբի պետը հստակ չգիտի, ադրբեջանցիների հետ ուղիղ կապ չունեն, ուղղակի հետևում են, կլինի, երբ սահմանազատում լինի։ Մենք աշխատելու ենք, որ սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ամբողջականությունը վերականգնվի։ Իրենք չեն կարողանում բերել իրենց սնունդը եւ ջուրը ապահովեն, եւ կենսունակությունը կորցրելով խումբը հետ կքաշվի։ Ադրբեջանցիները կսովածանան, կգնան, ժամանակին ասել էր Պաշտոնյան։ Սովածացան, գնացին, հիշեցնելով այս հայտարարությունը հարցնում են լրագրողները։ ԳՇՊ-ը նախ չցանկացավ պատասխանել հարցին, հետո ասաց՝ այդպես էր պետք, այդպես է ասել, ու խորհրդավոր քողով ծածկեց հայտարարության նպատակը։ Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև ինչու եմ ասել, ես եմ ասել, ես չեմ զլանում, դա հաստատել, որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու, ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ։ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է անկլավների հանձնման մասին։ Կա տեղեկություն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու 3 գյուղ։ Արդյոք դրանք հաստատված հանձնմանը ենթակա գյուղեր են եւ կան նորերը։ ԳՇՊ-ը հաստատում է, կհանձնվի այն, ինչ քարտեզով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ոչ մի թիզ, այս ու այն կողմ։ Հայաստանի Հանրապետության 29743-ի մեջ է մտնում 1 միլիմետր հող չի հանձնվելու։ Հասկանում եք դուք 29743 քառակուսի։ Ի վերջո, հայկական զենքը մետաղյա ջարդոն էր, թե անհրաժեշտ ռազմական տեխնիկա։ Այս հարցադրումը հնչեց, երբ Ասրյանը անձամբ ասաց՝ հին տեխնիկա չի լինում, ցանկացած պարազինություն ունի իր տեղն ու դերը։ Այդ դեպքում ինչ էր հայտարարում Փաշինյանը եւ արդյոք դա այդպես է։ Մի շեղեք ինձ հարցից մի բերեք զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանը դերեք ուրիշ հարցության վրա։ Փորձագետների այն պնդումը, թե նոր գնված տեխնիկան չի համապատասխանում հայկական զինված ուժերի կարիքներին, մասնավորապես կան համատեղելիության խնդիրներ։ Ասրյանը հերքում է, ասում է երկար ու տանջալից աշխատել են, բոլոր մանրուքները հաշվի են առել, իսկ ինքը տեսնելով զորահանդեսի տեխնիկան նույնիսկ արտասվել է։ Տպավորված եմ այդ զորահանդեսով, որովհետև ես եմ անձամբ նաև կառավարել այդ զորահանդեսը, տեսել եք զորահանդեսի հրամանատարը եղել եմ ես նույնիսկ պատկերացրեք այնքան էր իմ համար տպավորիչ, որ իմ աչքերը նույնիսկ արցունքոտվում էին, որ ես տեսնում էի իմ քայլող, իմ դիմաց քայլող զորահանդեսի հրամանատարի գլխավոր շտաբի դիմաց քայլող զորքը, տղամարդիկ եւ կանայք, ինչպես նաև այն սպառազինությունը եւ տեխնիկան, որ մենք գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում բերել ենք։ Հայաստանի օդը պաշտպանված է, թե ոչ, նոր ձեռք բերված տեխնիկայի կարողությունները իհարկե չեն փակի օդը, հայտարարում է ԳՇՊ-ը, բայց կկրճատեն ճեղքման հնարավորությունը։ Ոչ մի երկրի օդ չի կարող փակվել, զինվորական եզրաբանությամբ նման բան հնարավոր չէ։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։